Господин президент. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն շարունակում է ընդլայնել բնական գազի արտահանումը դեպի Եվրոպա եւ բանակցություններ է վարում Եվրամիության մի շարք երկրների հետ մատակարարումների ծավալներն ավելացնելու շուրջ։ Այս տարի մենք սկսել ենք գազի արտահանումը դեպի Ավստրիա եւ Գերմանիա։ Սա մեր ընդհանուր ռազմավարության մի մասն է, ամրապնդելու մեր ներկայությունը եվրոպական եւ համաշխարհային շուկաներում։ Եվրոպական շուկան բարձրարժեք շուկա է, այնտեղ են լավագույն գները եւ բնականաբար մենք շահագրգռված ենք ընդլայնելու մեր հնարավորություններն այդ ուղղությամբ։ Այո, մենք արդեն խողովակաշարերով գազ ենք տեղափոխում 16 երկիր։ Այս առումով մենք աշխարհում առաջին տեղում ենք եւ այդ հնարավորությունները կշարունակեն ընդլայնվել։ Մենք նաեւ բանակցություններ ենք վարում Եվրոպական միության այլ անդամների հետ։ Բանակցություններ են ընթանում ինչպես մատակարարումների մեկնարկի, այնպես էլ ծավալների ավելացման վերաբերյալ, եւ այդ ուղղությամբ կան դիմումներ։ Այսօր Ադրբեջանը հուսալի գործընկեր է, կանխատեսելի աղբյուր եւ համեմատած 10 տարի առաջվա հետ մեր դերն ավելի կարեւոր է դարձել։ Ալիևի խոսքով ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո ադրբեջանական գազի նկատմամբ պահանջարկը զգալիորեն աճել է, իսկ 2022 թվականի համեմատ արտահանումը դեպի Եվրամիություն ավելացել է 65%-ով։ Եվրոպական հանձնաժողովը դիմեց մեզ կոչ անելով Ադրբեջանին անել հնարավոր ամեն ինչ արտադրությունն ավելացնելու համար։ Մենք դա իրականացրինք։ Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցի ընթացքում հրապարակվեցին համապատասխան թվեր։ Հարց է առաջանում, արդյոք Ադրբեջան-ԵՄ համագործակցությունը կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի վրա։ Եվրոպական միության եւ Ադրբեջանի հարաբերությունները չեն կարող հասնել այն մակարդակի, որ մակարդակի հասել են Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերությունները, հաշվի առնելով Ադրբեջանը ժողովրդավարություն չէ եւ Ադրբեջանը հեռու է հասել այն մակարդակի, որին հասել է Հայաստանը։ Հայաստանը հասել է այդ մակարդակի, որտեղ ծերոտ իրապես ժողովրդավարական գործողությունները եւ բնականաբար Ադրբեջանը չէ դեպքում հասել նմանատիպ զարգացումների, դա պարզապես գործում է առողջական սոցիալական հարաբերություններ պահպանել եւ զարգացնել բոլոր հնարավոր դերակատարների հետ, այդ թվում Ռուսաստանի եւ այդ թվում ԵՄ-ի հետ։ Էներգետիկ թեմային զուգահեռ Ալիևը անդրադարձել է նաև Հայաստանի հետ տնտեսական կապերին։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանից, Ղազախստանից եւ այլ երկրներից Ադրբեջանի տարածքով Հայաստան են տեղափոխվել ավելի քան 40,000 տոննա տարբեր բեռներ։ Նաև իրականացվել են նավթամթերքի մատակարարումներ։ Եթե չեմ սխալվում, ինչ օրս մատակարարվել է ավելի քան 10,000 տոննա նավթամթերք, հատկապես ներկայիս պայմաններում, երբ շատ երկրներ վառելիքի պակասի են բախվում, Հայաստան ունի վառելիքի հուսալի աղբյուր եւ այդ աղբյուրը Ադրբեջանն է։ Առանց դրա Հայաստանն այսօր հավանաբար ստիպված կլիներ բենզին եւ դիզելային վառելիք փնտրել աշխարհի տարբեր մասերում։ Արնոլդ Բլեյանը այս համատեքստում փաստում է, որ վառելիքի շուկայում առկա ճգնաժամի պայմաններում այս առևտրային հարաբերությունները Հայաստանին հնարավորություն են տվել խուսափել նավթամթերքի պակասից եւ այն ձեռք բերել համեմատաբար մատչելի պայմաններով։ Դա չի նշանակում, որ վերջ Ադրբեջանը դա մեր միակ հուսալի հարևանն է եւ պետք է հիմա այն բոլոր հավկիթները, որոնք մենք շարել ենք ռուսական զամբյուղում, հիմա պետք է վերցնել եւ տանել շարել ադրբեջանական զամբյուղում։ Իհարկե ոչ։ Այո, այս պայմանությամբ հուսալի է, բայց դա դեռ չի նշանակում, որ ամբողջությամբ պետք է կախվածության մեջ ընկնենք։ Ալիևի հայտարարությունները հնչում են այն փուլում, երբ Բաքուն եւ Երևանը շարունակում են քննարկել խաղաղության համաձայնագիրն ու տարածաշրջանային հաղորդակցությունների հարցը։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ երկու երկրները նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, ընդգծելով նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերակատարումը եւ նշելով, որ Վաշինգտոնը կարեւոր է համարում նաեւ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև կապ ապահովող ճանապարհային ծրագրի իրականացումը։ Մեր ստացած տեղեկատվության համաձայն այս նախագծի գործնական աշխատանքները նախատեսվում է սկսել այս տարի։ Այս նախագիծն ամբողջությամբ կփոխի տարածաշրջանի տրանսպորտային քարտեզը, կծառայի Հարավային Կովկասում անվտանգության ամրապնդմանը եւ տարածաշրջանում համագործակցության նոր դրական միջավայր կձևավորի։ Մեզ դա իսկապես անհրաժեշտ է։ Բլեյանի համոզմամբ Թրամփի ուղին չի նույնանում Բաքվի պատկերացրած Զանգեզուրի միջանցքի գաղափարի հետ, որը հաճախ Բաքուն շեշտադրում է։ Ջանքը դա պարտադիր չէ, որ երկրի սուվերենությունը փոխում է որևէ տարածքի նկատմամբ։ Մենք խոսում ենք Պարսից ծոցով տրանսպորտային միջանցքից, հյուսից հարավ տրանսպորտային միջանցքից, դա պարտադիր չէ, որ անպայման պետք է էքստրատերիտորիալ լինի։ Մյուս կողմից նաև մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը շարունակել է օգտագործել որպեսզի վաճառի քաղաքացիներին ցույց տալու, որ նա հասել է իր նպատակին։ Մենք կարող ենք անվանել Տիգրան միջանցք, իրենք կարող են անվանել Զանգեզուրյան միջանցք։ Դրանից ում էությունը չի փոխվել։
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի եւ Բաքվի հարաբերությունները հաղթահարել են առկա դժվարությունները եւ շարունակում են զարգանալ կարեւոր դեր ունենալով ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային մակարդակում։ Արնոլդ Բլեյանի գնահատմամբ ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացումը կարող է իր բացասական ազդեցությունն ունենալ Հայաստանի վրա։ Մեր պատմությունը ցույց է տալիս, որ երբ նավային ռուս-թուրքական կամ ռուս-ադրբեջանական հարաբերությունները միշտ արդյունքում իրենք այդ խնջույքների սեղանների հաշիվը փակել ենք մենք հայերս մեր տարածքներով, մեր կյանքերով, մեր կողմերով, մեր հակառակը մենք տեսնում ենք, թե որքան թղթեվագրը ինչպես Դոնալդ Թրամփը բանվաներ Ռուսաստանը, այնուամենայնիվ այդ թղթեվագրը կարող է շատ լուրջ վնասացնել իր հարևաններին եւ Ադրբեջանը այստեղ կարծում եմ ուշադրություն է ցուցաբերում։ Իլհամ Ալիևը ներկայացրել է Ադրբեջանի առաջնահերթությունները սկսած էներգետիկ քաղաքականությունից եւ տնտեսական համագործակցությունից մինչեւ խաղաղության գործընթաց, տարածաշրջանային հաղորդակցություններ եւ արտաքին քաղաքականություն։ Թե որքանով դրանք կվերածվեն գործնական քայլերի, ցույց կտան առաջիկա բանակցություններն ու տարածաշրջանային զարգացումները։ Էլեն Խուդան, Հորիզոն։